իրենց սովորական կես նարատիվներն են, ես վստահ եմ, որ ընտրությունների նորմալ, այստեղ իհարկե շատ բան ունի անելու ընդդիմությունը հավաքաբար, պարագայում բացառված է, որ սրանք կարողանան վերարտադրվել, իսկ ընդդիմադիր հիմնական ուժերը միասին հավաքելու են շատ ավելի բարձր առնվազն կրկնակի ավելի ձայն, քան ՔՊՆՓ-ն կամ ՆՓՔՊ-ն։ Ալեն Սիմոնյանը այս հարցումները այսպես ճպցրել էր իր տելեգրամյան ալիքում, այսպես ասում էր, տեսակ, որ ես ճիշտ էի, իսկ ինքը նկատի ունի այն, որ վերջին ճեպազրույցում լրագրողներին վստահեցնում էր, համոզում էր, որ Ռոբերտ Քոչարյան, դե իրենք 50+ ձայն են հավաքելու, Սամվել Կարապետյանը լինելու է ընդդիմադիր ամենամեծ խմբակցությունը, հավանաբար երկրորդ տեղով է գնում, եւ ասում էր, որ Ռոբերտ Քոչարյանը եւ դուք Հայաստան դաշինք առասարակ անցողիկ շեմը հաղթահարելու պայքարի մեջ եք, դուք նման խնդիր եք։ Ալեն Սիմոնյանն ով է։ Ազգային ժողովի նախագահը։ Ալեն Սիմոնյանին ասեք, որ ինչ որ Նիկոլ Փաշինյանը ճպցնում է իր ճակատին, ինքը թող չփորձի դա ներկայացնել հասարակությանը։ Ալեն Սիմոնյանի ասածները կամ որևէ մեկի ասածները այս իշխանության ներկայացուցիչներից չեն կարող հավաստի լինել։ Ի վերջո մեր հասարակությունը, մեր մարդիկ, դուք լրագրողները տեսել եք, չէ՞ իրենց խոսքի եւ գործի տարբերությունը։ Հազարավոր դեպքեր, նրանց ասացին հավատալ պետք չի, նրանց մանիպուլյացիաներին տրվել պետք չի, պիտի հավատալ սեփական տեսածին, սեփական շրջապատին, սեփական ընկերներին, բարեկամներին։ Դուք մի անգամ շատ լավ հարց եք տվել, չէ՞, այդ մարդուն Վարդենիսի ձեր մորաքրոջ, կարծեմ հորաքրոջ խոսքերով եւ այլն։ Հայրիկի մորաքրոջ։ Նայեք ձեր շրջապատը, նայեք մարդկանց տրամադրությունները, աչքերը բացվել են մարդկանց, տեսնում են ինչ են սրանք եւ ինչ են արել այս երկրի հետ եւ այս ժողովրդի հետ։ Պարոն Վարդանյան, ասում եք Ալեն Սիմոնյանն ով է։ Այդ նույն Ալեն Սիմոնյանը օրեր առաջ ազգային ժողովում ստորացնում էր ընդդիմադիրներին։ Ես դրա անուն դնում եմ ստորացնել, որովհետև այսպես մատը սենց թափահարում էր ընդդիմադիրների վրա, ասում էր լռեք, ստե ես եմ որոշում, անջատեք խոսափողը, ամբիոնը ազատեք, կարգի հրավիրեք ձեր խմբակցության, թե չէ ես կհրավիրեմ։ Դա ստորացնել չի, դա ստորանալ է։ Որևէ մեկը ստորացված զգաց դրա շարժու ձևից։ Դա իշխանության նման նկարագիր է, ստորացման նկարագիր է։ Վաղը, երբ որ Ալեն Սիմոնյանը չլինի իշխանության, այդպես է պահելու իրեն, թե պահելու է ինչպես պահում էր մինչև իշխանություն լինելը։ Մարդու կյանքը